ես ասում եմ, ինձ համար գերխնդիրը հետևյալն է, որ այն մարդիկ, որոնք որ հայ առաքելական եկեղեցին իրենց վարքագիծը սրբապղտություն է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ եկեղեցու գրած կանոնագրքով, իրանք ոչ միայն եկեղեցական չեն կարող լինել, իրենք պետք է գնան եւ աշխարհիկ կյանքով ապրեն, ինչը շատ նորմալ աշխարհիկ մարդիկ կարող են աշխարհիկ կյանքով ապրել եւ այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ ընդհակառակը ես օրինակ զարմանում եւ ամոթ եմ ամաչում, որ նույնիսկ կան մարդ, որը այդպես նորմալ է վերաբերվում դրան, էլ այսինքն դա նորմալ բան է, հա, կներեք։ Իրոք նորմալ բան եք դուք համարում։ Ձեզ եք հարցնում, ձեզ համար նորմալ է, որ կարգալույս եկեղեցին էլ պառակտեցինք սևերի սպիտակների, սենց պառակտելով ուր ենք գնում։ Եկեղեցու ղեկավարությունը հիմա հերթով տամ հարցեր, օրինակ կարող է ունենալ օրինակ մի քանի երեխա։ Ես արքեպիսկոպոսը կամ կաթողիկոսը կամ Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ես հարց եմ տալիս, կարող է ունենալ ես եմ ձեզ հարցեր տալիս։ Հիմա ես եմ հարցեր տալու։ Եկեղեցին էլ բաժանեցիք սևերի սպիտակների, սենց պառակտելով ուր ենք գնում։ Ասում եմ իմ հարցին կպատասխանեք։ Դուք որ իմացաք կաթողիկոսը դրժել է ուխտը։ Ինչու՞ շնորհակալ եմ, որ արձանագրել։ Ինչու՞ մինչ այդ չէիք, որ դուք իմացաք, ես մինչ այդ չգիտեի։ Չգիտեք, Նիկոլ Փաշինյանը ասեց նոր իմացաք։ Այո, որտեղից պետք է իմանայի։ Լավ, սենց պառակտելով ուր ենք գնալու։ Այսինքն եկեղեցին բաժանեք սևերի սպիտակների, հավատացյալների ոչ հավատացյալների։ Կներեք, ով է պառակտում եկեղեցին։ Եկեղեցին պառակտում է այն մարդը, ով որ կներեք, էլի բանը պետք է ուխտադրժության բոլոր այդ բաները մակարդակները հնարավոր եւ անհնար խախտելա ու պղծելա, այդ մարդն է եկեղեցին պառակտում, այդ մարդն է ժողովրդին եկեղեցից հեռացնում, թե մենք որ ընդհակառակը ասում ենք այդպեսին չպիտի լինի մեր եկեղեցին։ Հետո էլ ուրիշ անգամները գիտեք, ասում եք բան է, այլ եկեղեցական ճյուղերը զարգանում են, մարդիկ են իրենց մեջ ներգրավում եւ այլն եւ այլն։ Իսկ կարող է այդ պատճառները այս բաների մեջ, այս կարող է այս գործողությունն է, որ հենց պիտի բերի եկեղեցու մաքրման եւ մեր ժողովրդին բերի եկեղեցի, որովհետև կան բաներ, տենց տաբուներ կան, չէ, չխոսելու մասին։ Մենք ինչ-որ բաների մասին չենք խոսում, որովհետև չի կարելի ամոթ է, որ եւ այլն, բայց որոնց արդյունքում մենք այդ ինստիտուտները պղծում ենք, փչացնում ենք ու հետո էլ տենց բաներ ենք, ճոռոմա բանություններով ենք զբաղվում, ներողություն եմ խնդրում, էլի ասում ենք, ես օրինակ, այս մեր ժողովուրդը հեռացել է եկեղեցուց։ Կներեք, բա ժողովուրդը ոնց չհեռանա այն մարդկանցից, այդ եկեղեցուց չի հեռացել, այդ մարդկանցից է հեռացել, որոնք որ սրբապղտություններ են անում։ Այսինքն այստեղ խնդիրն է անում, որ եթե եկեղեցուց չի հեռացել, բայց դե եկեղեցում սրբապղտության մարդիկ են, ապա բնականաբար ժողովրդի եւ եկեղեցու կապի մեջ տեսակ ստացվում է անդուն, ստացվում է ինչ-որ պատնեշ, որը պետք է լուծել։ Նիկոլ Փաշինյանն է արդար թե Աստված։ Անկեղծ հարց եմ տալիս ես պարոն Պապյան։ Ես փիլիսոփայական հարցերի չեմ պատասխանում եւ սա այդ տեղը չի եւ արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել եւ ես կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մեկ էլ դեպքում բնականաբար աստվածային արդարություն եւ այստեղ ես ասում եմ տեսել եք այդ մարդու եւ տեսել եք Աստծո, ով է ամենաարդարը, Աստված։ Այդպիսի հարցեր չի կարելի տալ, ես ասում եմ, որ արդարության ընկալումները մեզանից յուրաքանչյուրի մեջ կարող են բնականաբար տարբեր լինել, բայց որպես անձ, որպես մարդ, նյութական էակ, ես կարող եմ ասել, որ վարչապետ Ետարևի աշխատանքային փորձառությամբ ինքը շատ արդար մարդ է, բայց աստվածային արդարություն դա լրիվ ուրիշ մակարդակի եւ դա լրիվ ուրիշ խոսակցության մասին է։ Ներողություն, դուք նոր չէ դեմքով տեսախցիկներ էլի։ Դուք նշեցիք, որ եկեղեցական օրենքներին այդքան էլ լավ չեք տիրապետում, այնքանով, որքանով։ Մենք այստեղ հավաքված քաղաքացիներից, երբ փորձում ենք հարցազրույց վերցնել, գրեթե բոլորը նույնն են ասում, այնքանով, որքանով են տեղյակ։ Այս կոնտեքստում դուք ճիշտ եք, նորմալ եք համարում բարոյա լքել, բարոյա զրկել մեր հոգևոր։ Կներեք, հիմա մեր հոգևոր
արժեքները բարոյալքում են այն մարդիկ, որոնք որ չպետք է ունենային երեխաներ, բայց ունեն, որոնք որ չպետք է բարձրացան հոգևորականները չպետք է հետապնդեին ընդհանրենք տղա երեխաներին եւ որոշակի ոտնձգություններ անեն ինչպես հայտնի հոլովակումով որ եւ որևէ մեկը չասեց թե այդպիսի բան չկա չպետք է օրինակ իրենց հարազատների հետ սեռական կներեք իրենց հարազատների հետ սեռական հարաբերությունների մեջ ունենեն հիմա ես հիմա ասում եմ ես էլ եմ դատապարտում ասում եմ այդպիսի բաներ անող մարդիկ, մեր այդպիսի բաներ անող մարդիկ, ուրեմն իրենք մեր ժողովրդին հեռացնում են եկեղեցուց, որը ամենամեծ վատությունն է, որը հնարավոր էր Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցուն տալ։ Այստեղ գիտեք, ես ուղղակի չգիտեմ դուք ոնց եք ձեր մեջ ուժ գտնում այդ հարցերը մեզ տալու, որովհետև ուղղակի ամոթ է, էլի, այն հակառակ, չէ, հակառակ այդ բանը, էլի, այդ հակափաստարկները, որ փորձում եք գտնել, ուղղակի հակառակ կողմում այնքան, այսինքն դուք հիմա սրբապղծությունը փորձում եք բերել եկեղեցու փրկության հետ դնել մի բանի մեջ, կանոններ են, ձեզ երևի թվում է, որ մենք հարց ենք տալիս, մենք ինչ որ մեկի կողմնակիցն ենք կամ պաշտպանում ենք, մենք մարդիկ ենք, ովքեր հանրության են բարձրաձայնում եւ մենք պարտավոր ենք ձեզ հարցեր տալ, որոնք նաեւ ձեզ հաճելի չեն։ Ձայնը ուղղակի ամոթ է, ամոթ է։ Դուք հիմա լրացնում եք մամուլի ձայնը, ինչպես նաեւ ժողովրդի ձայնը նախորդ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի անվտանգության բնավ պարոն Պապայան, ես բնավ չեմ ջղայնանում, դուք մի փորձեք հիմա իրավիճակ ստեղծել, որ ես ջղայնացած եմ, ես շատ բարությամբ լցված այստեղ կանգնած եմ, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը քաղաքացուն լրացնելով դուրս հանեց եկեղեցուց, դա էր ժողովրդավարությունը կամ դա է ճիշտ ձևը։ Գիտեք, ժողովրդավարությունը մի բան է, երբ որ օրինակ հավաքվում է պայմանական 2000 հոգի, մի հոգի չի կարող 2000 հոգու իրավունքները խանգարել։ Ժողովրդավարություն հենց դա է։ Ժողովրդավարությունը շատ կոնկրետ գործիքներ ունի, որոնցով կարող է իրան պաշտպանել։ Օրինակ, աշխարհում ամենաժողովրդավարական երկրները, ասենք ենթադրենք Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Շվեդիա, դուք կարող եք ինչ ուզեք անեք։ Որևէ մեկը, որևէ շվեդ կարող է։ Բայց այնտեղ քաղաքացի բերանը փակելով հանում են եկեղեցուց։ Ասում եմ, այնտեղ, որտեղ որ 2000 հոգի եւ 1 հոգի է եւ 1 հոգին 2000 հոգու իրավունքները խախտում է, ժողովրդավարություն հենց դրանով է ժողովրդավարությունը, մի այսպիսի իրավիճակ մի խանգարեք, մի ջղայնացեք, հանգիստ Երբ որ պապան քաղաքացին կարծիքը հայտնում է դա նշանակում։ Մի լրացեք, ազատ խոսքը թողեք խոսեմ հիմա։ Ես ոչ Ասում է, որ փորձում եք։ Մի լրացեք, ազատ խոսքը մայր ջան, չեք թողում, որ ես խոսեմ, դուք դրանով Հիմա էլ պարոն փորձում եք խոսեք, պարոն Պապ։ Ես ասում եմ, այնտեղ որտեղ կա 2000 հոգու իրավունք եւ կա 1 հոգի, բոլոր ժողովրդավարական երկրներում որևէ 1 հոգի չի կարող 2000 հոգու իրավունքը խախտել։ Դա բացառվում է, այդպիսի բան գոյություն չունի։ Այսինքն 1 հոգին 10 հոգին։ Չէ, ասում եմ 2001, դա ինչպես նախորդ շաբաթ ա եղել։ Նախորդ շաբաթ մեր շատ սիրելի մեկ քաղաքացի փորձում էր խանգարել եկեղեցու մեջ, որպեսզի 2000 հոգի պատարակ լսեն։ Ես հիմա մեր սիրելի լրագրողներին բացատրում եմ, որ Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Իսլանդիայում, որևէ այլ եւ Հայաստանում այդպիսի ժողովրդավարական երկրներում այդպիսի բաներ թույլ չի կարող տալ ժողովրդավարությունը, որ 1 հոգին 2000 հոգու իրավունքը ոտնահարի։ Այ դա հենց ոտնահարես, դա կոչվում է արդեն ավտորիտարիզմ։ Մի այսպիսի իրավիճակ է, եթե օրինակ պայմանական դուք գնաք մի տեղ, էլի եկեղեցու վար, հավաքված լինեն հակառակ ձեզ դեմ քաղաքացիներ եւ թույլ չտան մտեք։ Դա ժողովրդավարություն է թե ոչ։ Դա ժողովրդավարություն չի, բայց եթե ես սկսեմ օրինակ գորգռալ եւ խանգարել այդ 2000 հոգու իրավունքը, ասենք պատարակ լսելու, դա արդեն եւ դա
չկանխարգելվի, դա կլինի, որ ես դա կլինի ավտորիտարիզմ, որ ես ավելի ուժեղ եմ, քան 2000, ինչը անթույլատրելի է։ Եվ մի ճշտող հարց է, դուք որերորդ անգամ եք Օհանավանում։ Օհանավանում շատ եմ եղել, ես Օհանավանը սա իմ հարազատ մարզն է, երևի 100 եւ ավել անգամ, եթե Օհանավանում։ Ինչու եմ հարցում, քանի որ դուք զբաղվում եք էկոնոմիկայի նախարարն եք դուք, եւ այստեղ ձեր այցը նախորդ Կիրակի օրը որ եկել եք, քաղաքացիների մոտ հարցեր առաջացնում, ասում են մենք այսօր խնդիրներ ունենք տնտեսական մասով եմ հարցը ասում, հա, սակայն այդ խնդիրների համար ասում են մարզում էկոնոմիկայի նախարար չենք տեսել, խոսքը խնձորի արտահանման Օհանավան որպես նախարար եղել եմ մայիսի վերջին, հունիսի սկզբին, կարկուտի հետ կապված խնդիրեր եղել, սեպտեմբերի վերջին էլ փոխհատուցումը եկել եմ, խոստացել եմ, որ կլուծեմ հարցը, սեպտեմբերի վերջին էլ փոխհատուցումը տվել ենք, լուծել եմ հարցը, ուրեմն մյուս հարցը արտահանման հետ կապված, արտահանման հարցն էլ կլուծենք, այդպիսի հարց չկա, այդպիսի հարց չկա, ես մեր ժողովրդի հետ իհարկե կա այդպիսի հարց, ասում եմ, չկա հարց, որ չեմ լուծում։ Գայք հուլիսին ասեիք, կասեր Պապոյանը կարկուտի հարցը չի լուծել, սեպտեմբերին լուծել, այսինքն չկա հարց, որ չենք լուծում։ Հարցերը կարող են առավոտը բարձրացնել իրիկունը լուծվեն։ Փոքր մասը այո, մեծ մասը դրա համար կարկուտի հետևանքով այնտեղ էլ եք եղել, ինչպես նաև աղցքում։ Փոխհատուցել են։ Իհարկե։